Նոր-Նորքի թաղապետարանում խմբակային ծեծի ենթարկվելուց 8 օր անց խախտում է լռությունը բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Երևանի քաղաքապետարանի դիմաց ասուլիս է հրավիրել։ Ասում է հիվանդանոցում բուժում ստանալու ժամանակ հետևել է ԿՊԱ-կանների ու նրանց կոալիցիոն գործընկեր Հանրապետություն կուսակցության անդամների հայտարարություններին։ Զարմացած չէ, որ իր վրա են ուզում բարթել ծեծ ու ջարդի պատասխանատվությունը։ Իմ կողմից որևիցե մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցե խոսք չի եղել։ Իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն են բացահայտում։ Երևանի ավականուն դիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ 105-րդ մանկապարտեզում նկարահանած հոլովակն է միացնում ու հերքում այն մեղադրանքները, թե ինքը վիրավորել է Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Թաղապետն է զանգել իրեն, հայոյել, սպառնացել, ասում է Չախոյանը։ Տիգրան Տեր-Մարգարյանը մեր իշխանական Civic-ին տված հարցազրույցում խոստովանել է դա։ Ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացը եղել է միտումնավոր կազմակերպված։ Տիգրան Տեր-Մարգարյանի հայոյանքներին, սպառնալիքներին քաղաքակիրթ պատասխան է տվել, պնդում է Չախոյանը, ընդամենը յոգուրտ թափել նրա լուսանկարի վրա։ Որպես ակցիա շփում եմ իր մրցների։ Եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, հա, իրանք խոսումը, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։ Ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն։ Չախոյանին մի քանի հոգով ծեծել է Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, հայ տղամարդուն վայել արարք էր անվանել։ Հայ ժողովրդին եվրոպական ապագա խոստացող Հանրապետություն կուսակցությունն էլ ծեծից հետո հայտարարել էր, որ Նոր-Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված եւ կազմակերպված սադրանք է, որի թիրախը Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունն են։ Համացանցում շահարկվեց, ես գործակալ եմ եւ այլն, սադրել եմ, չնայած չեմ սադրել, բայց իշխանամետ այդ զրպարտություն տարածող լրատվականները եւ իրենց, ասենց ասած, գործիչները հարց չտվեցին, լավ, Չախոյանին դնենք մի կողմ, բայց ժողովուրդ, այդ մանկապարտեզը խի չի բացվել։ Մանկապարտեզի փողերը ուր, այդ մանկապարտեզը չէ, որ արդեն 2024 թվականին անցած տարին պետք է շահագործման հանձնվեր սեպտեմբերից։ Իրեն ծեծելով, հայոյելով, սպառնալով ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն են պաշտպանել, այլ միլիոնավոր դրամներ քամուն տալու կոռուպցիոն գործարքը վստահ է Չախոյանը։ Որովհետև ԿՊԱ-կանա տենդերը շահել, որովհետև աշխատանքները անորակ են կատարել։ Երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի մանկապարտեզից, իրանք ասում են ակտերը չենք ստորագրել, անցել է 10 օր երևի, մի հատ այս շենքը մտեք ասեք այդ ակտերն ուր է, մտ հրապարակեք։ Պաշտոնապես դիմել են որ տան, առ այսօր չեն տվել, որ ապացուցեմ։ Ես համոզմունք ունեմ, որ իրենք 200 միլիոն ու ավել երևի ստորագրել են դրա տակ օրինակի համար։ Հենց կոռուպցիայից սկսում ես, իրանք սկսում են ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել։ Ըստ Չախոյանի նախքան թաղապետարանում ծեծ ու ջարդի դեպքերը իրեն աշխատանքի առաջարկել Նոր-Նորքի թաղապետը, հրաժարվել է։ Ես չեմ վաճառվում, ես ունեմ սկզբունք, արժեհամակարգ, որը ես այդ գիծը չեմ անցնում։ Այսինքն, անկախ ամենից բազմաթիվ են եղել առաջարկները, պաշտոնները, ես միշտ մերժել եմ, որովհետև դա իմ սկզբունքների դեմ է։ Բլոգեր ակտիվիստը ծեծվելուց հետո դուժողի կարգավիճակ չունի, ֆինանսական ծանր խնդիրներ ունի։ Իր շահերը դատարանում պաշտպանելու համար դրամահավաք է սկսել։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։